Բարև ձեզ, բարի գալուստ Կոստամատ։ Ընկերությունները երբեք չեն ցանկանում թողնել ագրեսիվ իմիջ իրենց արտադրանքների մոտ։ Hyundai-ը ցանկանում էր, որ իր Excel մոդելը վարորդների մոտ թողներ տնտեսող մեքենայի անուն, բայց վարորդները ցավոք գնորդները Excel մոդելին տվեցին քաղաքային Gorilla անունը։ Այն ժամանակ շատ դժվար էր գտնել մի Excel, որը չէր վնասված քաղաքի փոսերից։ Դրա համար Hyundai-ը ստեղծեց նոր Excel X2 մոդելը, հնազանդ մնալով իր սկզբնական նպատակներին։ Այն ամրացված էր բոլոր կողմերից, բայց մնում էր հարց. այն պատրաստ էր հաղթել իր ամենօրյա քաղաքային մարտերում և մնալ տնտեսող։ Օրիգինալ Hyundai Excel-ը այն ժամանակ ամենաշատ վաճառվող նոր մեքենաներից էր։ ԱՄՆ-ի պատմության մեջ այս Excel-ը կանչվել է կրկնել և վերականգնել շուկայի իր մասը, որը նա կորցրել էր համաշխարհային ճգնաժամի ժամանակ։ Այդ նպատակով Excel-ը ստացավ նոր արտաքին տեսք, ավելի կլորացված և հարթեցված տեսք, շատ բանով նման է իր մեծ եղբորը՝ Sonata-ին։ Այն շատ հեշտ ընդգրկվում էր ներկայիս տնտեսող մեքենաների շարքում։ Excel մոդելը ուներ նաև ավելի հարթ պատուհաններ ձայնամեկուսացված նյութերով աղմուկը իջեցնելու համար։ Սալոնում աղմուկի մակարդակը չափելով արդյունքում այն կազմեց 69 դեցիբել։ Բայց հին և նոր մոդելների մեջ կա շատ մեծ տարբերություն։ EPA տվյալներով 46 կիլոմետրում ծախսում է 1 լիտր բենզին քաղաքում և 59 կիլոմետր մայրուղում։ Ավելի կլորացված թափքը նշանակում է, որ ներսի տարածքը մեծացված է 8 սանտիմետրով։ Նա ստացավ նաև նոր ներսի դիզայն, որը այն ժամանակ ուներ ժամանակակից տեսք, բայց չէր գերազանցում պատրաստման նյութերի որակով իր նախկին մոդելին։ GL կոմպլեկտացիայի մեքենայում նստարանները կտորից են, նրանք բավարար չափի փչած են և լավ են պահում ձեր մեջքը։ Անվտանգության գոտիները տեղադրված են դռան ռամկայի վրա։ Այս տարբերությունները օգտագործվում են նաև Volkswagen և General Motors-ում։ Ցուցիչները մեծ են և հեշտ են կարդացվում, բայց այստեղ բացակայում է տախոմետրը։ Նրա տեղը դատարկ տարածք է։ Կլիմայի կառավարումը կատարվում է այս երեք պուլտների միջոցով, որտեղ ամեն ինչ նկարված է ստանդարտ ձևով։ Այստեղ երկարությունը կարող ես լսել AM/FM ռադիոալիքների կամ երաժշտական կասետների միջոցով։ Ձայնի որակը լավն է, այն տեղադրված է շատ ծանր։ Սալոնում իրեր պահելու լիքը տեղ ունի, ներառյալ բարդաճոկը, հետևի ուղևորների համար նույնպես լայն տարածք կա։ Նստարանի հենակը բաշխված է 60-ից 40 հարաբերակցությամբ։ Այն ունի տարողունակ բեռնախցիկ և կարճ բեռնման տարածք։ Շարժիչը Mitsubishi 1.5 լիտր 4 մխոցանի է, ուժը 81 ձիաուժ, ոլորման անկյունը 135 նյուտոն մետր։ Այն թույլատրում է մեքենային զարգացնել 0-100 կմ/ը 11.3 վայրկյանում, իսկ 120 կմ/ը զարգացնում է 18.1 վայրկյանում։ Շարժիչը աշխատում է և ունի հզոր մեծ պաշար ցածր միջին արագություններում։ Փոխանցման տուփը 5 աստիճան մեխանիկական է, այն ծածկված է ռեզինի ծածկիչով։ Արագացումը նույնպես վատ է, կցորդիչը շատ դանդաղ է արձագանքում վարորդի գործողություններին։ Առջևի սկավառակային և հետևի թմբուկային արգելակների կոմբինացիան հիանալի է։ Ավելի զգայուն են առջևի սկավառակային արգելակները, որը թույլ է տալիս մեքենային կանգնել շատ ավելի հեշտ։ Մեքենան ունի ավելի հարթ ընթացք, որը նրան թույլ է տալիս կուլ տալ ճանապարհի անհարթությունները։